Իրավապահների տիրույթումը քննչական կոմիտեն է զբաղվում, արդեն շուրջ 2 տարի այդ գործը շարունակվում է։ Այդ գործի բնույթը կապված է ուղեգրերի հետ, գիտեք, տեղյակ եք։ Նաև տեղեկացնեմ, որ երբ որ այդ հարցը օրակարգ եկավ եւ դիմեցինք իրավապահ մարմիններին, տեղեկացրեցինք, հարուցվեց համապատասխան գործը, նաև կառավարությունը որոշում կայացրեց 14 թվականին ռիսկերը նվազեցնելու նպատակով ուղեգրման ձևը փոխել։ Այսինքն մենք դրեցինք նոր պաշտպանիչ շերտով եւ համարակալած ուղեգրերի նոր կարգ, որով հնարավորինս նվազեցրեցինք ռիսկերը։ Նախկինների ժամանակ այլ գործեր ձեր պաշտոնական ընթացքում բացահայտել եք։ Երբեք նպատակ չեմ դրել նախկինների գործերը բացահայտելու։ Մենք ուղղակի ընդհանուր երևույթը, ռիսկերը, կոռուպցիոն ռիսկերը նվազեցման ընդհանուր տենդենս ունենք եւ սա սկսվել է դեռևս 14 թվականից եւ քննչական գործողությունները, որոնք իրականացվել են, բազմաթիվ հարցաքննությունների, բազմաթիվ ուրեմն գործողությունների, նաեւ այս գործողություններն են իրականացվել։ Այլ գործեր։ Եթե լինեին, դուք անպայման տեղակ կլինեիք։ Ընթացքում իրենք շարունակում են գործներ ցենզուրած, 2014-ին նշեցիք, որ մեկնարկել են ձեր գործողությունը, 2014-ից մինչև ձերբակալման պահ, այսպես ասեմ։ Շարունակում են նրանք նույն վարկագիծը դասել նույն գործողությունները։ Ես նշեցի, որ 14 թվականից ուղեգրման ընդհանուր կարգը փոխել էինք, համարակալվել էին ուղեգրերը եւ որոշակի պաշտպանիչ շերտեր անցկացվել ուղեգրերի վրա, ընդհանուր առմամբ ուղեգրման կարգն էր փոխվել, որով որ ոչ թե բացառում ենք, այլ խիստ նվազեցնում ենք հնարավոր ռիսկերը։ Այսինքն յուրաքանչյուր հիմնարկ, որը կարող է ուղեգրել, արդեն համարակալած թիվ ունի, որ այսինչ պոլիկլինիկան կամ այսինչ մարզպետարանը, քաղաքապետարանը ուղեգրման ընթացքում ունի այսինչ թվից այսինչ թիվը համապատասխան ուղեգրերի քանակը եւ մենք միշտ կարող ենք հետ իր ընդհանուր հետքը կարող ենք տեսնել, որտեղից է գալի այդ ուղեգիրը։ Պարոն նախարար, ընդհանուր առմամբ իրենք ինչ մասնագետներ են, ինչպես կբնորոշեք որպես մասնագետ, Նախ կարծեմ տեղյակ եք, որ նրանք ազատ արձակված են եւ քննությունը շարունակվում է արդեն ստորագրության ուրեմն պարագային, չբացակայելու հետ կապված, կարծում որ նրանք ակտիվ մասնակցելու են քննչական բոլոր գործողություններին, որպես մասնագետներ իհարկե կարող եմ ասել պետի վերաբերալ, որ նա արհեստավար մասնագետ է եւ կարծում եմ քննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա, համոզված եմ, որ որևիցե անմեղ մարդ չի դատապարտվի։ Մենք որևիցե միջնորդություն դեռ չունենք, որ նրանք աշխատանքից ուրեմն ազատվեն կամ դադարեցվեն նրանց լիազորությունը, եթե կունենանք նման միջնորդություն կամ իրենց կողմից ցանկություն կլինի ազատվելու, իհարկե մենք կարձագանքենք։ Պարոն նախարար, խնդրեմ։ Մի հարցի դու վերջ, ուղղակի կարծում շատերը չեն հասկանում, նախարարության գործառույթները այդ ուղեգրերի բաշխման կամ դրանց դիմաց վճարման, հա, այդ պատվերի տեղական կարող եք բացատրել, ուղղակի ինչ սխեմա է գործում։ Առողջարան ուղեգիրը կարող է տալ յուրաքանչյուր տարածքային կառավարման մարմին, ինչպես նաև առողջապահության նախարարությունը եւ համապատասխանաբար իրականացնելուց հետո ուրեմն առողջարանում բուժումը պետք է համապատասխան հաշիվներ ներկայացվեն գործակալություն, որ փաստացի վճարում կատարվի։ Խնդիրը կայացել է առաջի հատվածում։ Մնացած խնդիրները արդեն եթե կան, ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները, մասնավորապես քննչական կոմիտեն արդեն իրավասության մեջ հնարք տեղեկացնի։ Որ հանգստյան գոտիների մասին։ Կարծում եմ, որ սա իրավապահների տիրույթում է գտնվում։ Ես մանրամասները չեմ կարող ձեզ ասել։ Ես տեղյակ չեմ։ Ես կարող եմ ասել ձեզ, որ այդ մանրամասները իրենից ներկայացնում են ուրեմն քրեական գործի համապատասխան հատվածներ եւ իրավապահ մարմինների տիրույթում է նրանք կարող են ձեզ այդ հարցին անդրադառնալ։ Ընդհանուր առմամբ համակարգում կուտակված խնդիրները բազմաթիվ են եւ մենք շատ հետեւողական գնալու ենք այդ խնդիրների լուծմանը, նաեւ ֆինանսական մենեջմենտի, այսինքն ֆինանսավորման հետ կապված հաշվի առեք, որ այս համակարգը ֆինանսավորման շուրջ 20 տարուց ավել արդեն գործում է եւ մենք իհարկե պետք է տեսնենք ժամանակի շունչը եւ հասկանանք այսօրվա խնդիրները։ Կարծում եմ, որ այս գործողություններում մենք լինելու ենք հետևողական եւ բարեփոխումները շարունակվելու են, մասնավորապես ֆինանսավորման մեխանիզմների մասին եւ ընթացքի մասին իհարկե դուք տեղեկացված կլինեք։ Չեմ կարող ասել, որտեղ դա պետք է բարձի քննություն է։ Հենց այդ պատճառով էլ դիմել ենք քննչական մարմիններին։